Բարև, այսօր խոսելու ենք տեղեկատվության ներկայացման մասին։ Դասական էլեկտրոնային աղյուսակում բոլոր օգտատերերը տեսնում են նույնը, սակայն տվյալների բազայում, որտեղ երբեմն լինում են հարյուրավոր հատկանիշներ և հազարավոր գրառումներ, հարմար է օգտվել վյուներից։ View ստեղծելով դուք ձևավորում եք ձեր աշխատանքային տարածքը և կարգավորում եք տվյալների ներկայացման ձևաչափը ձեր առաջադրանքների համար։ Եկեք սկսենք։ Այսպիսով, տվյալների բազայի յուրաքանչյուր օգտատեր կարող է մի քանի view ստեղծել իրեն անհրաժեշտ տեղեկատվության հիման վրա։ Ես պատրաստել եմ մեր համար բարերարներ բազան, որի վրա կսովորենք աշխատել view-ներով։ Այս բազայում կա բարերարների աղյուսակ և քաղաքների աղյուսակ, որտեղ նրանք ապրում են։ Օրինակ, ունենք նոր դիմումներ բարերարներից։ Այդ նորեկներին կարող ենք զտել կարգավիճակ դաշտի միջոցով, ամբողջ աղյուսակում որոնում չանելով։ Եկեք ամփոփենք։ View-ները թույլ են տալիս կարգավորել, թե ինչ տվյալներ կցուցադրվեն աղյուսակում, ըստ սահմանված չափանիշների։ Զտիչները թույլ են տալիս թաքցնել գրառումները, կախված դաշտերի արժեքներից։ Օրինակ, թողնենք միայն բարերարների ցանկը։ Մենք կարող ենք կարգավորել որոշակի ատրիբուտների ցուցադրումը կամ թաքցնել դրանք, կենտրոնանալով ավելի քիչ դաշտերի վրա, առանց տվյալների բազայից որևէ տվյալ հեռացնելու։ Կարող ենք նաև ձեռքով փոխել գրառումների կարգը կամ կիրառել ավտոմատ տեսակավորում, որպեսզի գրառումները ցուցադրվեն որոշակի կարգով։ Օրինակ, կարող ենք դասավորել բարերարներին ըստ նրանց աշխատանքի տևողության, ամենահներից նորերին։ Կարող ենք փոխել դաշտերի լայնությունը կամ ամրացնել դաշտերը էկրանի ձախ կողմում, որպեսզի դրանք միշտ ցուցադրվեն աջ սքրոլ անելիս, եթե աղյուսակում շատ հատկանիշներ կան։ Կարող ենք ստեղծել անսահմանափակ քանակի տարբեր տեսակի view-ներ և փոխել դրանք։ Կարող ենք դիտել աղյուսակի բոլոր հասանելի view-ները էկրանի ձախ մասում, նավիգացիոն վահանակում։ Այնտեղ կա մի view, որը ստեղծվել է աղյուսակը ստեղծելիս։ Առաջարկում եմ այն վերանվանել բոլոր բարերարներ։ Այսպիսով, ուզում ենք ստեղծել նոր view։ Սեղմում ենք բոլոր բարերարներ view-ի վրա և ընտրում Duplicate View տարբերակը։ Այնուհետև անվանում ենք այն նորեկներ։ Մեկ այլ view ստեղծում ենք ուրիշ ձևով։ Ներքևում ընտրում ենք նոր view և ստանում այն դաստիարակներ անվամբ։ Տեսնենք, թե ինչպիսի հնարավորություններ ունենք view-ների հետ աշխատելիս։ Մկնիկը պահենք view-ի անվան վրա և սեղմենք մկնիկի աջ կոճակին։ Վերանվանել, կրկնօրինակել և ջնջել։ View-ների միջի տվյալները կարող ենք տպել, ներբեռնել կամ ուղարկել ինչ-որ մեկին, օգտագործելով Share and Scenes կոճակը։ Դրա պատուհանը թույլ է տալիս սահմանել տվյալների պատճենման իրավունքը, ներբեռնելու կամ տպելու հնարավորությունը։ Անվտանգության նկատառումներով ժամանակ առ ժամանակ կարող ենք նոր հղում ստեղծել, որ նախորդը դառնա անգործունակ։ Եթե view-ի համար կիսվելու հղում ստեղծենք, ապա երբ փորձենք ջնջել այդ view-ն, Airtable-ը մեզնից կհարցնի. արդյոք ուզում եք ջնջել այն, թե ոչ, որովհետև նրա միջի տվյալները ինչ-որտեղ օգտագործվում են և կարող է մեկին պետք գալ։ Մեր ստեղծած view-ները տեսանելի են բոլոր օգտատերերի համար, ովքեր իրավունք ունեն աշխատել այս տվյալների բազայի հետ։ Վճարովի հաշվում կան 3 տեսակի view-ներ։ Սեղմենք view-ի անվան կողքին գտնվող փոքրիկ մարդկանց։ Մեր view-ն ընդհանուր է։ Այն կարող են տեսնել և խմբագրել տարածքի բոլոր օգտվողները։ Բացի այդ, կան 2 տեսակի view-ներ, որոնք հասանելի չեն ինձ և ձեզ։ Անձնական view։ Եթե դուք ստեղծեք նման view, այն տեսանելի կլինի միայն ձեզ համար։ Սա հիանալի հնարավորություն է, որից ես հաճախ եմ օգտվում։ Հավատացեք ինձ, երբ սկսեք ակտիվորեն օգտագործել Airtable-ի տվյալների շտեմարանները, դիտումների թիվը կտրուկ կաճի։ Եթե յուրաքանչյուր օգտատեր թաքցնում է իր անձնական view-ն, ապա աղետը դեռ հնարավոր է կանխել։ Անվճար հաշվի դեպքում դուք չեք խեղդվի դիտումների կույտի տակ։ Պարզապես պարբերաբար անցկացրեք աուդիտ։ Մաքրեք դրանք, որոնք երկար ժամանակ ոչ ոքի պետք չեն։ Փակ view չի կարող խմբագրվել որևէ մեկի կողմից։ Եթե դուք կիսում եք view, ապա այն ժիր ձեռքերից արգելափակելու հնարավորությունը անգին է։